Բարի առավոտ էլի բարեկամներ, բարի լույս բոլորիս փարտիրոջը, որ նորից մենք շարունակում ենք մեր եթերը առավոտ կանուխ եւ Երանի նրանց ովքեր սիրում են առավոտը սկսել իրենց կյանքը Աստծո խոսքով, որը ունի մեծ հաջողություն իր մեջ։ Այսօր մեզ է միացել Տեր Հայր Լիբանանից, նա Խաչիկ ավագ քահանա Միսերյան Լիբանանի հոգևոր հովիվներից մեկը եւ շատ մեծ պատիվ է ինձ համար իր հետ իր կողքը նստել եւ զրուցել Աստծո խոսքի մասին, սովորել մեկից, ով երկար տարիների փորձառություն ունի։ Բարի եկեք Տեր Հայր, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Շնորհակալ եմ նմանապես ուրույնացումներով կփոխանցեմ ձեզ։ Շատ շնորհակալ եմ Տեր Հայր եւ Ինչ անենք, սկսենք միանգամից այսօրվա թեման շատ կարևոր թեմա է, շատ լայն իմաստ ունեցող, վերնագիրը անմիտ ագահ հարուստ է, այդպես կոչեցիք, եւ սիրով մենք լսում ենք ձեզ։ Առաջին հերթին գուքամ շնորհակալություն հայտնել ձեզի եղբայր։ Ես եմ շնորհակալ, պատիվ ինձ համար։ Նաեւ այս գեղեցիկ ստուդիոյին համար, որ գոչած եք Armenian Kasper Radio Gayan մաղթելով որ ծեր հաղորդաշարերը միշտ հաջող գանցնին նաև երբ գարաշնորհվի այս ռադիոգայանը Քրիստոսով Սուրբ Երրորդությամբ ամենից որ նորանոր հաջողություններ կմաղթեն իրեն եւ անսահման հոգեվոր բետկեր հոգացող մեր ժողովրդին ամեն շնորհակալ եմ եւ ընդունում եմ օրհնությունը Առաջին հերթին նախ եւ առաջ միշտ փառք ու դանք ամենափարին Աստծո ամեն որ մեզ այսօր յանք շնորհեց եւ այսօր համախմբեց այս գեղեցիկ ստուդիոները ներս Սկսելու համար ես կուզեմ աղոթքով սկսել այսօրվա հայդակիրը սիրով սկսելով իմաստություն հոր Հիսուս դուրից իմաստություն ըսպարիս խորհիլ եւ խոսիլ եւ գործել առաջիկո ամենանժամ Իչար խորտոց իպանիցևի կորձոց պրգազիս և ողորմյա կոարածոց և ինձ բազմամերիս։ Սկորդս սերած մերոց ուղ առայ մեզդեր և սկորդս մդած մերոց հաչողյա է մեզդեր։ Ամեն։ Ամեն։ Ուրեմն այսպիսով մենք կսկսենք այսօրվա խորտածության թեմային, որ ասինք անմիտ հարուսը, այսքան ակա հարուսը։ Մեր հարկանքն է բոլոր այն հարուսներում որոնք ունին բարերար գամք, որոնք անոնք իրենց հարստության մաս եւ բաժին գանեն, իրենց աշխատանքեն ու ջագդի քրդիկեն բաժին գանեն, ի բարերարություն Սուրբ Երրորդության եւ բայզարություն անոր ցերկերի միշտ բարի կորձերով, այսինքն լա ողորմածության աղքատներուն, լա եկեղեցիներուն Լա ամեն տեսակի բարիկներուն։ Այսօրվա այս մեր թեման ուրեմն այդ անմիտ ակա հարստի մասին է։ Հարգավ բացառությունները միշտ հարկի են եւ մենք կսիրենք այդ բացառությունները։ Հիմա սկսել են առաջ ուրեմն գուզեմ քեղեցիկ այսպես փամը պատմել, որովհետեւ ամեն մարդ սխալ չհասկանա մեր այսօրվա ուրեմն թեման։ Մեր հայ քրերեն մեգուն մեջ գամուրջ մգա այդ գամուրջը կկանթվի եւ կկանթվի այդ գամուրջը ուրեմն քաղաքացիներ քրացիները գցենարգեն ուրեմն տրամահավաքի որբեսի շինեն այդ գամուրջը եւ այսպիսով հերթով դին դուները սակայն այդ մեջ հայտնի անձնավորություն մգա որ ակահեր Իրեն ակահ կգոչեին, կամ ժլատ կգոչեին։ Եվ հանձնախումբի մեջ, որ տրամ կհավաքեն, ուրեմն բզիկ դարացայնություն մեղա, որ չերտանք այս մարդուն դունը, տրամ չհավաքենք իր մեր, որովհետև ակահի մեկն է, ոչ մեկ ադեմ ցուցաբերած է, այսինքն օգնություն մեկում է եւ այլն։ Ի վերջո համացանք ասեմ միջև ոստուրնաչև եկածեք պետք է տուր զարնենք եւ այդպես արկելա վերգելան տուր գզարնեն տուր զարգած ադենին գտեսան դուրի մեջ գրիվ մգա գրիվը ինչ է դիգինը ուրեմն
մի քանի լուցկիով գրագը վարած է թե ինչու համար մի քանի լուցկի վատնեցիր պետք է մեկ լուցկիով վրայր գրագը մեկ հատիկով գտարնան իրար եւ գսե որ եղբայր ասմարտի ասոր համար իման գնին այդ գրիվ գնեգոր հաբա ինչ մի դլա մեզ հետ ամենատես մեկ հաճությունը թուրքիստանն է ունեցք մտան մարտը գհրասիրը իրենց եւ այլն իրար երես գնային եւ գսեն մեկը մուսին աչքն է որ տուն խոսիր ինչ է մեկը կաշուն գնա խոսելու գսկս խոսիր գսեք դեք բարոն մերկուրի մեջ ուրեմն գամուր չգա այո գսեք դեմ շինություն պետք է եւ այլ հիմա քուացիլերն տրամ գհավաքեն կորգսե նաեւ դու գար ատքուրին մեկ անդամը մեկը գսե ամես որ եկածեք ցեզիար ամես որ ինչ որ գելացեր խիղճեն մեզի նվեր անել շատ լավ գսե բայց ոչ հավաքեցիկ գսեն միջքեր մա 50 ոսկի հավաքեցիկ շատ լավ գսե կնահատեմ գսե ուրեմն ես 50 ոսկի ուտամ գսե ամենչապես բոլորն իրար երես գնային գզարմանան դե ինչ է ասիղլությունը ինչու համար այսպես այս մեկ արդահայտությունը համարսագություն գուտա ըսելու նեգը ըսելու թե իրեն եղբայր այսպես եղավ եւ մեկ թուրիտ արչիվն էինք լսեցինք ու այս գերիվտ վիճապանություն դիկնոջ հետ մեկ լուցկի բան համար ավելի վարածեցելով դիշտ է գսե ինչու համար մեզ հիմա 50 ոսկի ուտասկոր լման քյուրին մեկ բացը նայ գսե դրաս եթե ես ասլուցկին հաշիվը չնեին գսե այսօր ես քեզ 50 դրամը բիդի չդայի գսե այսինքն խնայելը ուրեմն կապ չունի խնայելը որտեղ շատ մարդիկ կխնային բայց մենք այդտեղ սեկոր գցի չէ ցիկեցեք այդ մարդը գնալ ուրիշ տեղը ուրեմն փայրարություն մանե ուրեմն այսպեսով մենք կսկսի ուրեմն գարտանք նախ Ուգաս Ավետարանեն գարտանք դե Ուգաս Ավետարանի 12-րդ գլխուն 16 համարեն մինչև 21-րդ համարը արագ մնալ խոսեցավ անոնց ասելով հարուստ մարդումը արդերը դվին արատ փերքեր եւ ան ինքնիրեն գմդածեր ու գսեր ինչ անեմ որովհետեւ դեղ ճունիմ որ իմ փերքերս ժողվեմ եւ ասավ սա բիդի անեմ բիդի կանտեմ իմ ամփարներս բիդի շինեմ ավելի մեծերը բիդի ժողվեմ հոն իմ բոլոր փերքերս ու փարիկներս եւ բիդի ասեմ իմանցիս անց շատ փարիկներ ունիս շատ տարիներու համար ժողված հանգչե գեր խմե եւ զվարճացիր բայց Աստված սավանոր անմիտ այս քիշեր անցդ պիտի բահանջվի քեզ մետ ուսի որը պիտի ըլլան այնքու պատրաստած բաները ավասիկ մենք կտեսնանք այստեղ ակահ մարդուն սխալ այն էր որ մտածեց երգան ցանկի ներգա ցանկին եւ անոր հաջուկներու մասին իսկ աբական հավեր ցանկ ունենալու փաչեր մտածած որ հանգած վերահաս քիշերը վաղը բիդի արնվի իր հոգին դժբախտաբար մեծ սխալի մեջ եկավ այս անձնավորությունը որ միամտածեց իր անձը միամտածեց իր եսը եւ վաղվա մասին վաղ այստեղ ուքա վաղվա մասին թե ամեն մարդ վաղը ինչ պիտենենք շատ մարդիկ կվազեն գհևան թե վաղը ինչ պիտի անենք ինչպես պիտի ապրենք ինչպես ինչ որ Քրիստոսով մի մտածեք դեսեք թրջունները դեսեք ակրավները ինչպես կա ուրեմն հոս Հակոբոս Արաքյալ շատ քեղեցիկ օրեն մեզի գուքա հիշեցնելու իր Հակոբոս Արաքյալ ընթարական նամակեն 4-րդ գլխուն 10-րդ համարն 16-րդ համարը որ գսե Հակոբոս Արաքյալ մեզի գսկուշացնե բաղեն հիմա քանք ցեզի որ գսեք այսօր կամ վաղը բիդի երթանք այս կամ այն քաղաքը հոն դարիմը բիդի գենանք ար եւ դուր բիդի անենք եւ բիդի շահենք դուք որ չեք գիտեր թե ինչ բիդի լավաղը քանի որ ինչ է ծեր ցանկը արդարև շոկի մը որ քիչմը ադեն գերբնամ
հետո կարևորության հետո ուրեմն գշոքյանա եւ գվերջանա փոխարեն ասելու եք թե դերը գամենա բիդի աբրիկ եւ բիդի ընենք այս կամ այն բանը Հակոբոս Արաքյալ ընտարական թուղթի նամակեն 4 գլխուն 10-րդ համարեն 16 ուրեմն գտեսնանք Հակոբոս Արաքյալ փնտակրը մարտը որպես շոկի այսինքն շոկին քիչ մգերևնա եւ գցնտի մարտ արարածն այդպես է մարտ արարածն եկած այս աշխարհ որպես շոկի եկած է եւ ադիգա այլևս ժամանակն հետո ադիգա պիտի սնտի ուրեմն գսե բիդի աբրիկ այս կամ ինչպես բիդի աբրիկ պետք է մենք դասավորենք մենք մեր անձերը այս արագը նաեւ գվերապերի մեզ յուրաքանչյուրին յուրաքանչյուրին սրդի մեջ հոգի մեջ բարգած է անմիտ ուրեմն հարուստը յուրաքանչյուր անձի մեջ բարգած է գա ներկա է բայց գմնա անցեն ուրեմն եւ մեր յանքերս անգարտնա մեր մեջ երբ նյութական հարստություն կշլացնե մարդոց շլացնել գա շլացնել բարին իմաստը պետք է լավ հասկանանք հայերենով շլացնել իմաստին անդրադառնալով նաև նշանակե ապշեցնել գաբուշցնել մարդուն ուղղակի գսարեցնել հրաբուրել գուրցնել արդյոք տրամին հնչյուն 30 ոսկին հութան չձախեց Քրիստոս ուրեմն գտեսնանք թե ինքն էր 12 առաքյալներն էր ինքն էր գսորվեր առաքյալներ ինքն էր հրաշքներու կմասնակցեր հութան նույն հավասար էր բայց 30 արզաթը շլացնել նաև հոս մեր մարդիկներ այսպես կսեն այս աբրանք եթե պիտի առնեմ մարդու գուզե որ այս աբրանքի կենը 30 ոսկի ասենք թե կամ 100 ոսկի եւ զեղ չի գա գսեմ որ տուն տրամը ծուծուր դες ավելի արժանի գանես ուրեմն հոս գշլացնել մարդը ուրեմն երբ բարգածը մեր մեջ հանգարց գշլացնել օրվա մտնոլորտը նյութական այս իքսը որ իր մեջն է Հարևանի հարստությունը եւ պետք է մենք զգուշանանք այս բոլորը ուրեմն շատ քերեցիկ օրինակ մգա ինչպես քիչ առաջ պատմվածքը պատմեցինք ցեզի Լիբանանի մեջ Մեծդան Գիլիգո Գաթոյգոստյան Մայրդաջար Գասուկ Գրիգոր Սավորիչ այս Մայրդաջարը երբ շինվեցավ մարդ չերքիներ թե ով էր փայլարը բարերարը ով էր հովանավորը ո՞յ մեկը չերքիներ եւ այս թակուն էր այո թակուն բաղված եւ այս միսով մինչեւ 1979 թվական Քարեկին Մեծդան Գիլիգո այդ օրերում երաշնոր Քարեկին երկրորդ Գաթոյգոսը որ Էջմիածին եկավ առաջին Գաթոյգոս եղավ ինքը բրբդեց շատ բրբդեց եւ 1907 մոտավոր կիցավ թե ով է ուզեմեսար անիշել հովանավորը այո Սարգիս Քնաջյան Բորիսեն 1949 սկսավ աշնությունը գտեսնանք այստեղ թե որքան դարբերություն կա այդ օրերում ահագին գումար էր բայց մարդը չուզեց հardահայտվել չուզեց իր անունը մկրվել բայց այսօր դժբախտաբար եթե մեկը բզիկ բամբանը գուզե իր անունը ոսկե դարերով կրվի գվա թող կրվի բայց իր վարսադությունը առած կլա մարդոց մեջ ըստ համաձայն մեր Հիսուս Քրիստոսի ուսման աշխատանքի բարդաջանաչությունը եւ անոր արդար վաստակի հարստության վատնումը որ կբահանջվի դիրոճմե պիտի արժևորե մեր հոգևոր կյանքը մեր բարդաջանաչությունը մենք այսօր կաշխատենք աշխատասեր մարդիկ անպայման արդյունքը պիտի գտնեն բայց
անոր արդար վաստակի հարուսության վատնումը, որ պիտի բահանջվի մեզ մե վաղը Քրիստոսի գոմեն։ Երբ մենք այս աշխարհի մեջ մեր աչքերը փակենք եւ փանանք մեր հոգի աչքերը եւ ելենք մենք վեր, պիտի ասեմ մեզի եւուր դղաս եւուր դայեմ։ Ինչ պերիր ինձի, աշ տրախտ մտնելու համար, իմ կողս բնալու համար, ինչ պերիր։ Ուրեմն այստեղ ինչ գանձեր դիզեցի ինչ կանցեցիր եւուր պերնային կապա այսօր սերի մտներ ոյ մեկներ չի գան ու տրախտը պիտի մտնես պիտի վճարես չի գա ադիգա բայց գդարփերի հոգևոր կանցը սպասի քեզ մե որովհետև ինքը քեզի կանց տված է շնորհներ տված է այո ամենս որ մեզի դրված այդ շնորհները մենք ուր գցած ենք իրականացնել ուր գցած ենք անոնք յակի գանչեր այդ շնորհները ծեր գանձերը մի դիզեք երկրում որտեղ գող ու ցեցը հոս ուրեմն մենք կանտրատարան երբ մեզ մեկ յուրաքանչյուր հաշիվ իդը բահանջվի կանտրատարան այդ երեք զարաներուն որոնք դերը բիջամփորտե յուրաքանչյուրին տրամ ու դա որբեսի անիգա զարայի ավելի դաղանտ կուտա որբեսի եւ գիտեք պատմությունը թե երեքը առնողը գտնաբադի կուտա վերաթարցին դերը մույսը երկու որ արածեր նաեւ գտնաբադի իսկ մեկ կադը գսե վախծա գսե եւ գսե հոյ մեջ ուտա եւ գանձ ուրեմն գտեսնակ թե հոս պետք է երկնային շնորհ դրված է մեզի բայց երբ դրված է մեզի պիտի նայենք որ դու ոչափ գրնաս ագնգալել այդ շնորհքը առնել երբ դու այդ շնորհքը չես արած ուրեմն այդ շնորհքը դու բարապ տեղի գծախսես եւ բացարձակապես երբ Քրիստոս հոգեվոր կյանքին չես հետևիր ամփան գենտանի գրմանից այո ուրեմն երբ այս աշխարհի վրա ավարտի մեր բանտուղտության կյանքը ինչ կանցեր պատրաստած ենք երկնքի կյանքին համար դաղանթի արագը Մատթեոս ավետարանի մեջ կմասին նույնպես մեզ մեալ հաշիվ օրը պիտի բահանջվի ինչպես նաև գարտանք Ուգաս ավետարանին 16-րդ գլխուն 19-րդ համարեն մինչև 30-րդ համարը ուրեմն հարուստ մարդ մգար որ ջիրանի ու հեզ ու պեհեզ գահակներ եւ ամեն որ փարահեղ խրաշանք կներ Ղազարոս անով աղքատ մնալ գար բալարներով ծածկված որ բարգած էր անոր տրան արջև եւ գցանգար գշտանալ հարուստին սեղանեն ինգած փշրանքներեն նաեւ շուներնալ ուկային եւ գրզեն անոր բալարները այն աղքատը մերավ ու ռեշտակները Աբրահամին քոքը դարին ձայն հարուստն ալմերավ եւ թաղվեցավ մինչ թժողքը դանչանքի մեջ էր իր աչքերը փարսացնելով հերվեն դեսավ Աբրահամին ու Ղազարոսը անոր քոքը հանգիստ դստած այն ադեն կոչեց եւ ասավ հայր Աբրահամ ողորմե ինձի ու ղերգե Ղազարոսը որբեսի իր մադին ձայրը ճուրը տատղե եւ զովացնե իմ լեզուս որովհետեւ գտանչվիմ այս փոցի մեջ Աբրահամը ասավ որտյակ հիշե որ տունքու յանքիդ ընտածքին ստացար քու բարիկները իսկ Ղազարոսալ չարիկներ հիմա ան հոս գմխիթարվի եւ տուն գտանչվիս ուրեմն գտեսնանք հոս հատկաշրջանը բարբգա որ շատ գեղեցիկ ու կասոր մեջ որտեղ հիշե տունքու յանքիդ ընտածքին ստացար քու բարիկներդ արևս տուն արևս բարիկ չունիս այստեղ ինչ որ ըրիր շահեցար ծախսեցիր ասկա երկրային բարիկներն են տուն արիր at երկրային բարիկները ուրեմն այլևս տուն երկրի մեջ ոյ մեկ կոց չունիս Ողորմություն դվողին ցերկը երկարող աղքատ չէ ով է բայց ողորմություն ստացողը
Աստվածն է։ Դու գուտես ողորմություն Մարդուն մարդու գուտես Աստծուն կուտես։ աղքատն է առնողը։ Դու ես ո՞վ, բայց առնողը Աստված է։ Ուրեմն ակա մարդուն շնորհված աստվածային բարգևները իր աշխատանքին վերակրեց առանց մաս եւ բաժին հանելու գարիկավոր մարդոց ակա մարդը միշտ ինքնագետրոն գմտած է ինքն իրեն համար գմտած է այո ամենս որ այդ բարգևները այդ բաները գվերակրե իրանցին ես աշխատեցա ես ըրի ես վերցուցի ես երբ արի ունիմ ինչու ուրիշի միդա հոս երբ դու քեզի գվերակրես եւ չես վերակրել Աստծո Աստված ինքը գուտա քեզի որբեսի տուն դաս ուրիշին աղքատին քու միջոցավդ ուրեմն սակայն մարդիկ հոս գգացենտ անիգա իրենց շահներ Աստծո գոմե չդր եւ ասիգա ինչպես կնանք բացադրել հետեւյալ ծավալ եթե դեսնանք ագմը որ գոհոսի ավազանի մեջ եւ այդ ավազանի մեջ գլեցվի ճուրը բայց երթալիկ դեր շունի եւ այդ ճուրը մնալով այդ ավազանի մեջ ինչ կլա հոտի գնեխի ամեն տեսակ բակտերիաներ մեջ գլեցվին ամեն տեսակ հիվանդություն գլա քորդար գմտնա օծնար գմտնա ամեն տեսակ կենթանիներ այդտեղ գմտնան եւ այլևս ադիգա ամբետ ճուր գլա մարդն այդպես է երբ իր կումարները իրեն դրված Աստծո գոմե միջոցով դրված հաջողությունները երբ գվերաբահե իրեն համար այդ կումարները գսկսին նեխիլ հոդիլ այո այդ կումարները գսկսին այլևս օգտակար չլալ ոյ մեկն իրեն համար վնասակար գսկրիլա աղիչուրը ոչ չափ խմենք այնքան գծարավնանք ոչ չափ տրամ գունենանք եթե որ սարտուն ունեցած եք դու գերգանքի մեջ մարդիկ որ աղքատ էին երբ կաշխատին կնահատեմ իրենց ճանասյուրությունը բայց երբ գսկսին հարուստանալ ավելի գսկսին աղիչուրը խմել ավելի ունենալ եւ ասկա գվերակն իսկ անտին երբ մեկ այդուն ավազան ունի եւ ճուրը գոհսի եւ այդ ավազանեն հետ արահետներ փածվին որբեսի չրե ուրեմն թաշտերը բիդի դեսնանք այդ ավազանի մեջ ճուրը մաքուր բիդլա ոչ թե միայն մաքուր բիդլա այլ բիդի գարանշնան իր 4 կողմը այո ուրեմն այլ բիդի զաղին իր 4 կողմը ուրեմն երբ փամը բիդի չբացի քանի ասված գուտագոր երբ ասված քեզի պետք է հացը գուտագոր եւ ավելին գուտագոր ուրեմն բիդի զաղին նաեւ քուշուրչը ամբես որ մարտիկ այն ադեմ բիդսեն ասված ողորմի քեզի եւ ճիշտ փերնա բիդի լադիգա ավասիկ այսը որ իր ես իր անցին գվերակրե անմիտ հարուսը իր շահը մի գետրոնացնեք ծեր գանքին նպատակը երկնային պաներուն այլտով ծեր երկերը ավելի մեծ բադվապեր պաներուն վրա ուրեմն հոս կգարտանք Մարգոս Ավետարանը ուրեմն Մարգոս 10-րդ գլխուն 17-րդ համարեն 21-րդ համարը երբ անթուրս ելավ ջամփան մարդ մվազեց ձրատվեց եւ հարցուց անոր բարի վարդապետ ինչ ընեմ որ ժառանգեմ հավիտենական կյանքը Հիսուս սավանոր ինչու բարի գոչեցիս մեգեն այո մեգեն զատ բարի չկա որ Աստված է գիտես բադվիրանները շնորհություն մի ըներ սպանություն մի ըներ քողություն մի ըներ սուտ վկայություն մի ըներ զրգանք մի ըներ բադվե հայրոտ ու մայրոտ անալ պատասխանեց անոր վարդապետ բահած եմ այդ բոլորը
բադանութերես իվեր Հիսուս անոր նայելով սիրեց զայն եւ ասավ անոր մեկ բան կբացի քեզի կնա ձախե ունեցածդ դուր աղքատներուն ու կանց պիտի ունենաս երկինքը եւ վերցուր խաչը ու հետևե ինձի ուրեմն Հիսուս անոր նայելով ինչրավ սիրեց ասավ մեկ բան կբացի քեզի կնա եւ ձախե ունեցածդ դուր աղքատներուն ու կանց ունենաս երկինքը եւ վերցուր խաչը ու հետևե ինձի դերը գսիրե բոլոր երդասարտները որոնք գաբրին Քրիստոսի ճանապարհով բայց գսկուշացրեն մանավանդ մենք կտեսնանք մեր ճոցքում մեր երդասարտները ինչպես գեհդեվի մոլության ասված իրենց առողջություն դված է ամեն տեսակ գալություններ դված է սակայն անոնք իրենց կյանքի ընթացքին մոլությունները գեհրացնեն իրենց երդասարտությունեն գեհրացնեն նույնիսկ իրենց երդասարտությունեն մենք կտեսնանք խմիչքը ուրիշ բաներ որոնք վնասակար են եւ այսօր մեծ մաս երդասարտներ սկսած են հետևել այդ դժբախտ քայլեր առնելուն ամենս որ Քրիստոս կսիրե երդասարտները ընդհանրը քաչալերը երդասարտները բայց երդասարտներն երդասարտ մնալու համար պետք է մտի գնեն Քրիստոսի գանչին Քրիստոսի խոսքին նույնպես գարտանք Ղուկաս ավետարանին 13-րդ համարը գլուխը 13-15 ուրեմն Պանակ Ղուկաս ավետարանը 13-րդ գլուխը 12 հա այո գլուխը որ գսե արագ մնալ խոսեցավ անոնց ասելով հարուստ մարդը ներողություն 13-րդ գլխում 13-րդ համարը բազմության մեջ մեկը ասավ անոր վարդապետ ըսե եղբորս որ ինձի հետ բաժնե մեզի ինգած ժառանգությունը անալ ասավ անոր մարդ ով նշանակեցիս իրավարար կամ բաժնո ծեր վրա ապա անոնց ասավ նայեցեք զգուշացեք ակղոտերեն եկավ մեկը ամիջապես Քրիստոսի կով սելու իրեն բաժնե մեր իմ եւ եղբորս միջև եւ Քրիստոս ասավ ով ինձ գարցես բաժանար որտեղ եկած էր երկրային մասերու բաներ խոսելու երկրային պետքերու մասի խոսելու եւ ոչ թե երկրային Քրիստոս եկած էր փրկելու ոչ թե թադելու որտեղ երկրորդ անգամին պիտի լա թադասանը ուրեմն Տուն ինձ ինչ աչքով գտի դեսկոր ես եկած եմ երկրային քարոզություն անելու երկրային հարցության մասին տուն եկած ես սկսես որիցի բաժնե ինձ եւ եղբորս միջև ժառանգությունը հոս կդեսնանք որտեղ հրյական սովորության անտրանիկ որդին ժառանգության գտնաբադի գարներ ուրեմն գերեվա ինքը մեծ եղբոր մասին գփողոք որ ինչու համար երկու բաժինը մի դառը գիտեք նա ակահությունը որ չափ ուր հասուց իրեն նույնիսկ համարսագությունը ցավ այդ ժողովի մեջ որ կարոզի գոր Քրիստոս հանգարց իր անձնական իր շահը գմդացել չի մտածել հավաքական շահ չի մտածել որտեղ եկած է մարուկներու մասի խոսելու որ Քրիստոս ինքն ոնչեր Քրիստոս երկնային ցանկը մեզի հարստությունը մեզի կպատմեն որ երբ ասված քեզի հարստություն գուտա որբեսի անորմով երգիկ ելես այստեղ շատ կարևոր է քեզ հարցում գտա ինչու որպես երգիկ ելես ինչպես կլա դեր արածիկա աստիճանապար երբ մի պարսանան առաջին աստիճանի աստիճանը դրանն է երբ աստիճանի վրա ատրանի վրա գողելով կպարսանաս անարգելով կպարսանաս դուն ուրեմն դեր գահսես անպայման երգիկի մեջ դեր գահսես անարգել դրամա Անարգե, որտեղ այստեղ կա շատ կարևոր մամոնան, որ դրամն է, մարդիկ այսօր ըստրուգը եղած են դրամին, բահագ եղած են դրամին, խիղճը մորցած են, և իրենց համար միան
Թրամներ։ Հիսուսը կսեր անիրավ մամոնային, ձեզի բարեկամներ ըրեք։ Բարեկամներ ըրեկցեցի անիրավ մամոնային, որովհետեւ երբ ան բաքսի ընդունին ցեզի հավիդենական խորաններում մեջ։ Շատ լավ։ Երբ բաքսի, հիմա նայեք թե ինչպես մի բաքսի։ Երբ բաքսի փարը հոսպետ կը համեմատենք ուղղած հավիդարան 18-րդ գլխում 24-րդ համարը 25 համարով, երբ Հիսուս տեսավ զայն շատ տրտմած երդասարտի տեսավ շատ դրդմած էր արդեն ասավ ոչ ապ դժվար է մտնել Աստուծո թագավորությունը անոնց որ տրամ ունին որովհետև ավելի թյուրն է որ անցնի ասերի ձագեն քանի թե հարուստը մտնե Աստուծո թագավորությունը ավելի հեշտ է ո՞ս մենք ասի երբ բաքսի հիմա երբ մենք դեսնանք մարդիկ որոնք քերեն իջմա եւ գտելատրվի որ իրենց պետք է իջմա ռեժիմն են այսինքն պետք է նվազի իրենց արժությունը մենք ասում ենք չաղ ուրեմն երբ ինքը արանքի մեջ են չի գտար մտնել ուրեմն պետք է նիհարնա որբեսի մտնել հոս շատ ավոր փամուկա պետք է բոլորս արկիտնան ինչու համար ասեղի ձակս է շատերը գացել իսկապես ասեղի ձակ ոչ ուրեմն Երուսաղեմ ցանգաբատներ ուներ բարիսպներ ուներ այդ բարիսպներուն գողքին ուներ մեծ տուրը այդ մեծ տուրի գողքին ուներ բզդիկ թռնիկներ ուներ որ այդ մեծ թռնեն ուղդը չեր անսեր շատ բզդիկ էր մարդոց համար ըրած էին ուրեմն ադոր գոչեին ասեղի ձակ գոչեին այդ տուրի գոչեին ասեղի ձակ մեծ ուղդերը մտնեն մեծ թռնեն որբեսի անոնք քննվին թե ինչ կմտցնեն ինչ կհանեն անոր համար ուրեմն ասեղի ձագերը որ ասեղի ձակ կոչած այդ բդիկ թռները մարդոց համար էր երթևեկը դուրացնելու համար էր որբեսի խոջողում չլա քաղաքը որտեղ Երուսաղեմ բզիկ քաղաքն էր ուրեմն այստեղ հետաքրքրական բան մգա նավակ մգասենք թե ամեն ինչ պատրաստված եւ այլն բայց խարիսկ դեդած է այդ խարիսկը գիշնա ինչ ընելու ավազերու ժայռերու բռներու որբեսի նավակը դեղեն չի շարժի բայց երբ ադիգա թերգը գտնվի նավահանգիստը երբ վերը չի հանե այդ խարիսկը նավակը դեղեն չի շարժի ամենս որ ակահություններ այդ խարիսկը որ գբռնե ավազը մարուկ падեր քարերը եւ այլն եւ չի ցկեր որ նավակը շարժի ուրեմն ադիգա գմնա այդտեղ մենք այնքան ադեմ որ մեր խարիսկը նետած ենք ոչ թե երկնքի Փարսուկներու մեջ այլ նետած ենք ավազին նետած ենք քարին հողին այդ նավստությանը չի շարժի եւ դերը չերտար նպատակին չհասնի ուրեմն նաեւ այստեղ մենք բզիկ փորձառություն ունեցած ենք երբ մենք բզիկի գխայինք թաղի մեջ ուրեմն բեդությունը դերեմը գփոս փորածեր որբեսի անցքը աներ եւ այլն եւ այդ անցքի մեջ փոքրիկ այսպես ձակ մգար արանք մգար փածվածք եւ բոլորսարնի հարը անորնի հարը ատեղի շուտ մգալսեր իսկ անոր քերեր ասա ատեղը դուրսը մնալ խաղը անոր համար մեր հոգեվոր գանքի խաղը եթե մի խաղաս մի անցնիս տուն այդ ասերի զագեն անոր համար ուրեմն գբատմե Քրիստոս անիրավ դդեսին արագը այս արագը նյութական հարստության եւ գամ տրամի այսինքն մամոնային կորզատրության մասին է բարիկ կատարելու եւ հոգեվոր արժեքներ ցեկցկելու Քրիստոս մեզ գսորվեցնե օգտագործել երկնային նյութականը անարդար մամոնան հավերժական բարեկամներ ցեկցկելու համար երկրի կանցերը դիզելու համար ուրեմն մենք այստեղ սիրելի մենք երկրի արժեքները մեր ցեք ունենալու համար бид անարգենք երկրային արժեքները եթե մենք
որտեղ երկու ցերկով չես կնար թե ասոր թե անոր ուրեմն մենք պետք է անարգենք երկրային արժեքները որովհետեւ մենք երկրային արժեքներով մենք դիրանանք այս կյանքի մեջ եւ ասիկա մեզի կեղեցկորեն Հովանես Արաքյալ մեզի գսորվեցնե մի սիրեք աշխարհը Հովանես Արաքյալ առաջին ընթառական նամակին երկրորդ գլխում 15-րդ համարեն 17-րդ համարի մեջ գսկուշացնե մեզի ասելով մի սիրեք աշխարհը ոչ ալ ինչ որ աշխարհի մեջ է եթե մեկը գսիրա աշխարհը հոր սերը չգա իր մեջ որովհետև ամեն ինչ որ աշխարհի մեջն է մարմնի ցանկությունը աչքերուն ցանկությունը եւ այս ցանկին սնաբարձություն ինչ կնշանակի սնաբարձություն հայկական Փարարանը փարակ եւ գտեսնանք բարապ փարասիրություն բարապ փարասիրությունը սին այո հորմեչե հաբա այս աշխարհքեն է աշխարհն ալ գանսի անոր ցանկությունն ալ բայց անոր գործատրե աստուծո գանքը գմնա հավիդյան ուրեմն գտեսնանք եթե դու գուզես հավիդյան մնալ բայց եթե միան դու արժևորած ես որ մարմինը դե այս աշխարհի վերջ Adică amene vohper când ești vezi că se boss arakan. Amene vohper kagam ansneng. Այո։ Ինքը որ գսե boss arakan. Նույնպես գահստադե Հակոբոս Արաքյալ իր ընտարական նամակի մեջ 4 գլխուն 4 համար որ գսե շնացողներ չեք գիտեր թե այս աշխարհի բարեկամությունը Աստուծո դեմ թշնամություն է։ Ուրեմն ով որ գփապակի բարեկամ ըլալ աշխարհի ինքսի թշնամի գսեբե Աստուծո։ Մենքոս նաև ուրիշ բան գսորվի։ Աշխարհ բարը մենք տրապարի մեջ ուրեմն ունին կդվյալը աբաշխարել։ Աբը ժխտական մասնիկն է։ Աշխարհը տրապարի մեջ մեղքն է։ Աբաշխարել ուրեմն սա մեղքն մերժե հրաժարել մեղքն։ Ուրեմն աշխարհը մեղքն է, նույնն է։ Ինչպես կսեն աստվածապարության մեջ նույնը մեղքն է։ Ուրեմն աշխարհին մեջ ապրիլ աշխարհով ապրիլը արդեն դու նույնի մեջ եւ գաբրիս ուրեմն մեղքի մեջ գաբրիս անոր համար այդ մեղքը քեզի ցերկեր կգաբե ոտքեր կգաբե աչքեր կգաբե եւ ամփան ենտանի բեստուն այլևս գմոլորիս եւ գետաս առանց գտնալու թե օրգերտակ երջանիկ ցանկը չի պայմանավորված տրամին հետ այլ աստուծո ներգայության հետ ուրեմն ինչու տրամին սերը տրամը միջոց է եւ ոչ նպատակ ակամարտը իր շահած բարգևները իր անձնականի վերակրեց առանց շնորհակալություն հայտնելու աստուծո ուրեմն մենք կտեսնանք այստեղ նաեւ 10 փորոտները այո որոնք ուրեմն հերույն գանչեն Քրիստոսին ողորմե մեզի եւ Քրիստոս ողորմի ատասու գսեկացեք եւ ծեր մարմիններ ցեք կահանաներուն բայց անոս մեկը կացած ադեն դեսնա կփժիշկվի եւ ամիջապես գ վերաթարնա Քրիստոսին եւ գխոնարի աչև եւ շնորհակալություն դայտե բայց հետո գիտնա որ ինքը սամարացի էր բայց այդքե առաջ հայտնի չէ թե ով է սամարացի որտեվ երբ մեկը դժվարություն ունենա ցավ ունենա աշխարհի կովկովի գլան ինչպես պիտի բուժվի ինչպես պիտի լավ ինչպես բայց երբ քիչ մահարստանա երբ բուժվի ուրեմն գսկսի ես հրյա լալս գիտեմ սամարացին հետ մեկ չունիմ եւ գսե սամարացին էր որ եկավ միան սամարացին կներկայացնե ուրեմն հետանոց աշխարհը ուրեմն հрьян կնաց ծծրելու իր կահանային բայց սամարացին վերադարձավ շնորհակալություն ուրեմն այստեղ մեզի ուկաց է երջանիկ կյանքը չի պայմանավորված տրամի հետ ինչպես երջանիկ կյանքը չի պայմանավորված տրամի հետ ապաստենք հաշվեք թե նաև ունեցած են զավակներ որոնք համալսարանը ավարտեցին եւ այդ օրը ուրեմն շատ մեծ հանդիսությամբ վկայականներ սկսան բաժնվել եւ անոնց մեկը ես եմ կամ տունես կամ ուրիշներ հարուստները իրենց տրամով հոն հասցած են բայց աղքատը
որ Թրամփ չունի, ինչ տանչակներով իր զավակը այդտեղ գրծած է հասցրել։ Հիմա երբ դեսնա աղքատը իր զավակը գվգայվի լավ լիշերով, կարծեք թե ինքը ամենս որ մեծ հարուստ մնե, այնքան ուրախ է, իսկ այն մարդը որ հարուստ է գտեսնա չի բսակվի իր զավակը վգականով, on գաղկադանա, որտեղ հույսը տրած է Թրամի վրա, ուրիշ բանի վրա չէ։ Անորմա ակա մարդը շահած բարգևները իր անձնականին վերակրեց առանց շնորհակալություն հայտնելու Աստծո։ Մեզ կսորվեցը նաև հոս պետք է մի շնորհակալություն հայտնենք ամեն ինչին համար։ Մեր կյանքի մեջ գբադահի դժվարություններ, բայց չսենք թե ինչու համար մեզի որ մենք միշտ գաղութենք, մենք միշտ գլա Քրիստոսի հետ հագարակ դժվարություններ կունենանք։ Անցյալները ուրեմն գիրագի օրը գտնվեինք մեր եղբայրասիրած ուրեմն սրահեններս, նաև նոր այդ սրահը որ արին եւ այլ հանգարց իրենց վարչության յետևի հիվանդությունները սկսանալ։ Ուրեմն գտեսնանք իրենց հաջողության մեջ սադանա մտավ եւ սկսավ իրենց վարչականներեն հիվանդության դանել եւ լուրջ հիվանդություններով։ Բայց Պարկասուզո Աստված իրենց ազատեց սադանային ցերկեն եւ ավելի առողջ մեջտեղ եկան։ Անոր համար մենք միշտ Աստծո փառք պետք է տանք։ Շնորհակալ։ Միշտ Աստծո պետք է փառք տանք։ Այսօր քիչ առաջ խոսեցանք Հիսուսի սերը երդասարտին համար։ Հիսուսի սերը ծրի սեր է։ Ծրի է Հիսուսի սերը։ Ոչ տրամով է, ոչ մեկ նյութական արձատեղեն չի գասուր մեջ։ Ու մարդուն ներգացված առաջարկը, այսինքն այդ մեծահարուստին ներգացած որ կնա ձախե եւ այդ առաջարկը իմաստ ունի։ Գյանքը փոխել է։ Երբ հարուստը գծախե ամեն ինչ եւ աղքատները գյանքը կփոխե թեպի ուրիշներ գտանի քեզին։ Եվ իրեն հետևիլ է այս Քրիստոսին հետևիլ է։ Ապրելու համար Աստծո հետ նոր հարաբերությունը որու մեջ այլևս անանուն անցեր չենք, որտեղ ուշադրություն դնենք մարդ մգսե։ Անունը չկա։ Անունը չկա։ Բայց հոս որ գսենք երբ մենք Քրիստոսի այդ առաջարկածը գնենք հոս կլա նոր հարաբերությունը որու մեջ այլևս անանուն անցեր չենք, այլ գտարնան հարաբերության մասը Քրիստոսին հետ։ Ամեն։ Գտեսնանք ոչա։ Ուրեմն ուրիշ բան բգա աղքատի ողորմություն դվողը դիրոջ փող կուտա ու անիկա անոր հադուցում պիտի ընե Քիրք արագած 19-րդ գլխում 17-րդ համար։ Շատ լավ խոսք է։ Ամենս որ երևակայ ասված մինչև ուր մեզ թյուրություն դված է։ Երբ մենք լավությունն ենք, մարդը բարկ կկրե, երբ ուքանք իր արջև գելանք, կսե այ ես ցեզի բարդավոր եմ։ Եվ հատկանշական է, երբ Քրիստոս կսե, երբ ես երկինք ելեմ, օթևաններ պիտի պատրաստեմ ցեզի համար։ Եվ գան տանեմ։ Այդ օթևաններու մեջ ով պիտի նստին, աղքատները, զրկվածները, անարգվածները, հոս։ Բայց երբ հարուստներ, հազարոսի պես հարուստներ ելլա երկինք, բոլոր արգվգային որ ասիգա մեզի լավություն չրավ։ Գամ ասմաց մարդը մեզի լավություն ըրած է։ Ուրեմն այդ բնակության վայրերու այդ հոգիները իրենք պիտի վգային մեզի, նաև պիտի ցայնակցին Աստծո հետ արդարության դե գարժե, ոչ թե չեն գարժել երկնքի արկայությունը։ Աղքատի ողորմածություն դվողը դիրոջ փող կուտա։ Ուրեմն երբ մենք փող դա ասված ամենչաբես on մեզի պիտի վարսահատույց ըլլա։ Ոչ թե հոս վարսահատույց մտլա։ Մենք ինչ որ ըրինք աստեղ բարերարություններ, մեր անունները կրվեցան, հանդիսություններ եղավ, այս եղավ, այդ եղավ, մենք արած ենք վարսահատույց եղած ենք այլևս։ Այս քիչ առաջ որ գարտացի դաջար շինողը Երևակայ մինչև մա եւ ատկեդո մեկ չէր գիտեր թե ով էր աստաջարշը ինչ վեհանցան հոգի գտեսնանք թող մեկը չսե որ աստծո ավետարան խոսքը դժվար է թյուրուն է
ամես որ ողորմությունը աղոտքի թևերն են, առանց թևերուն աղոտքը չի գտնար Ինչ լավ խոսք է։ Մեկ աղոտենք, ով դեր Հիսուս Քրիստոս եւ այլն 1001 աղոտներ, 1001 ծևեր, 1000 բայց ադոր մեր աղոտին թևեր ով են ողորմությունը, այսինքն ողորմությունը կորզնականն է աղոտքը մեր խոսքն է Ողորմությունը պիտի բարձենա դատաստանի օրվան։ Ճիշտ, այդպես է, ես բավարի դաբրիս Օ, ներողություն։ Ես պիտի սեի, ամենատևս, այսօր մենք ողջունենք մեր բոլոր ունգընթիրները և ագընթիրները, մաղթենք, որ իրենց միշտ երկնային հարստության մեջ կլան, արժևորեն իրենց կանցերը այս երկրի վրա։ Եվ ինչու՞ չէ, մեր սիրելի եղբայր հարուստներուն Աստված ցեզ ուժ գարողություն դա գսենք, Աստված ցեր ունեցած եւ դված ողորմություն որ մեկ փառք որ գտնաբադի գտորդա ասված գտնաբադի ադոն ինչպես կսե ավետարան մեջ անոր իր դունը գցիկը իր եղբայրը գցիկը իր արդը գցիկը բիդի անիգա գտնաբադ գվի ասուզո գոմեն երկնքի մեջ բայց այս ամբողջ խոսքերուն հավատացողը ով է մենք կխոսենք բայց հավատացողը ով է Հավատացողը անը որ Աստվածաշունչը գարտացողն է եւ Աստվածաշունչը մենք լավաբես կգարտանք լավաբես կմոդենանք Աստվածաշունչի Երտանք եկեղեցի արավոդե մինչև իրգուն խաչեր հանենք ասենք այդ ընենք եւ բայց ավետարանի խոսքը ինչպես դասնապանյա օրենքը ժայռի վրա փորագրված է եւ ժայռացած է այդպես արգլա Աստվածաշունչի խոսքը Ասկերքի մեջ Աստվածաշունչը մեզի գյանք կշնորհե Առաջին քիրքը որ բանակ ծնտոց քիրքը եւ գսե 4 կեդեր գոսեին տրախտեն այդ 4 կեդերը որ մեկն է այդ 4 կեդերը որ գյանք ուդան ճուր գյանք ուդա 4 ավետարաններն են 4 ավետարաններն են որ մեզի գչերեն մեր հոգիները գչերեն մեր սրդերը եւ գյանք ուդան մեզի առաջին մեգորեն ահա ասի մեզի թելատրած է որ մենք միշտ ավետարան ունենանք մեր դունի մեջ մեր գողքին նաեւ ավետարանը հայելին է մեր անձերուն հայելին է ամեն մենք գիտենք ուրեմն մարդիկ կամ դիգներ ավելի կորցած են հայելին գնան գնային լավ է բանը գողիգությունը շատ լավ բան է կնահատեմ գողիգությունը բայց չափը չանցնելու չլար ուրեմն գնային իրենց եթե դեղը բագասը դքերը գտնեն եւ այլն գեղեցկանան շատ լավ է գողիգությունը բայց նույնպես կսեմ այդ հոգեվոր հայելին արժեվար գնաստուն կդեսնաց գողիգությունը ինչպես կնաշտել գողիգությունը ակնաշտես ադոր թեղեր Աստվածաշունչի մեջ ամեն հոսե որ մենք Աստվածաշունչը պետք է ունենանք որպես հայելի մեր գակի մեջ եւ կգարտանք Աստվածաշունչը մենք կհարստանանք ամեն երբ կհարստանանք կկոհանանք ճաշակեցեք եւ դեսեք զի քաղցրե դեր հալելույա ամեն եղավ ամեն դեր հայ շատ շնորհակալ եմ խոսքի համար եւ շատ սրտիս կպավ այս արտահայտությունը որ ասեցիք շնորհակալ լինենք Աստծուն եւ շնորհակալությունը միայն խոսք չի չենք կարող ասել թե շնորհակալ եմ ու ինչ որ այսինքն ես մի բան հասկացա շնորհակալությունը նաեւ արտահայտվում է նրանց կյանքում Աստծո հանդեպ շնորհակալություն երբ որ նրանք ողորմած են ողորմություն սիրում են թաքուն բայց անել այդ գործը Եվ դրանով իրենց շնորհակալությունը արտահայտել, որովհետև նրանք հասկանում են շատ լավ հետաքրքիր բան հավասարում գտա ձեր խոսքի մեջ այն իմաստով, որ օրինակ հարց եկավ, ինչու Տերը մեզ ձրիորեն շնորհեց կյանք, ողորմություն։ Միան ծրիորեն իր ողորմություն չրա, իր կյանքը նվիրեց ծրիորեն։ Ձրիորեն նվիրեց։ Երգիր իջավ Երգիր իջավ, աղկադացավ, որպես մեզի հարստացնե։ Ինչպես կսեմ բոսարակյալ։ Այո, եւ փաստորեն ինչ կատարվեց Տեր հայր։ Նա
ձրի տվեց, որպեսի շնորհակալները եւ անշնորհքները հայտնի լինեն։ Այո, քիչ առաջ ասի չէ, եւ անշնորհք չի գտար անգալեր դրված շնորհքը իրեն։ Այո, չի կարող։ Չի գցավ, բայց անոր իսկապես շնորհակալություն հայտնեց, ինչպես կտեսնանք այդ սամարացի մեջ, որ ակնարկեց դեսեգսավ։ Ուրեմն շնորհքը իրեն առաջնորդեց։ Այսինքն եթե ես ինչ որ մեկին ողորմություն եմ անում կամ դրամական օգնություն ինչ որ լինի, հասկանալով որ ինքը կարիք ունի, ես դրանով շնորհակալություն եմ հայտնում Աստծուն եւ նաեւ վկայում եմ, որ սա ինչ որ ես արեցի, դա Աստծո շնորհքով էր, որովհետեւ ինքն էլ ինձ արեց։ Եվ սա ամենամեծ շնորհակալությունն է Տիրոջ ուղված։ Դա ընդունում է Տերը։ Այո։ Ամենից որ այսօր արծեզի դրված այդ շնորհքը լավ ավես կկործածեք։ Որովհետեւ դեր մգսե Հիմա քիչ մոռացրոտ գազեմ մինչև Աբեդարանը չի կարոզվի աշխարհի վրա Ինչպես պիտի կարոզվի աշխարհի վրա ով պիտի երթա ասիչա ուրեմն այս ռադիոգայաններն անոնք որ իրենց ցանցերով գդարածեն Աբեդարանը աշխարհի վրա Ամեն ուրեմն դուք նաև առաքյալ եղած եք հիմոս Ամենից որ այս առաքելությունը շնորհք է որ գլա Ամեն Գուդակցեր ժամը, գուդակցեր օրը, գուդակցեր ընտանեկան հայդակիրներ են, գուդակցեր նյութական են, ասեմ որտեղ ծառայեցնելու Քրիստոսի խոսքը եւ անոր քարոզությունը գնեք որպես առաքյալներ։ Գնացեք այսօր աշակերտեցեք զամենայն հետանոցս, մգրդեցեք սոսա անուն հոր եւ որդվոյ ոգնին սրբո ուսուցեք նոցա զամենայն զոր ինչ բադյուրեցիցես եւ ահավասիկ ես ցեցեմ զամենայն ավոր այսինքն քու հետը դե մեր հետն է ամեն մեկ վարյան որ մենք գերտակ սորվեցնելու այս ուրեմն ագնտիրներու միջոցով այս ռադիոգայանի միջոցով կսեմ վասկեն կդար աստվածեզ ուժգարություն որբեսի շարունակեք այս գեղեցիկ հայդակիրը եւ այս հայդակիրը ներ սիրելի անգնտիրներեն ագնտիրներեն ներս մդած իրենց տուներու մեջ ավելի փուրե խունգիբես աստծո խոսքը որ ելա ավոտները դեպի երկինք շատ շնորհակալ եմ նաև նրա համար Տիրոջից որ առաքելական եկեղեցու քահանան այսօր օրհնում այս ծառայությունը եւ սա ինձ համար շատ մեծ օգնություն եւ պատիվ է Տեր խնդրեմ եւ կխնդրեմ ձեր օգնության աղոթքով ավարտենք եթերը Եվ Անհոր եվորդվո եվոքմին սրբո ամեն ով դեր լուքան գայսվահուն շնորհակալություն հայտնելու քեզի եւ խնդրելու որ տուն եղիր մեր վրա որպես ամփ քո աչքը թողլա մեր վրա որպես ամփովանի բահելու համար մեզի բոլոր դեսագի չարություններեն զրգանքներեն եւ այլ դեսագի դժվարություններեն որպեսի հստակ ծավով գադանենք մեր ծառայությունը թեպի քեզի ով դեր թեպի քեզի ճամփորդությունը մենք այս երկրի մեջ այսօր օդարականներ ենք երբ մեր ժամանակը վերջանա մեզի կանչելու լաս որ ադեմ որ ուզես մենք պատրաստ ենք անադեմ միշտ մենք պատրաստ ենք մեր ցերքերը դրված կանցերով ելանք քեզի եւ այդ կանցերուն համար տուն ուրախ լաս որ մենք կցանք այս աշխարհի վրա ինչ որ գրսանք ես ամբիդան զարած ինչ որ գրսա անել ըլի եւ գադարեցի եւ շնորհակալություն հոր որ դինել սուրբոքին աշմե միշտ եւ ավիդյանս ավդենից ամեն Բարքեստեր շնորհակալություն Տեր օրհնի եւ շատ ուրախ կլինեմ հաջորդ անգամ եթե Հայաստան լինեք նորից գաք մեր գիդը եղբայր Մովսեսը Վարդան եղբայրը մեր Վարդան եղբայրը անչափված է ինչը սպրում անչափված չէ դեռ չենք վերջացրել ամենից որ ցածրաբուժ կարոտուն զավակներ դար Սելիկուրել եղբայրներ հավատացյալներ Քրիստոսով մեր քույր եղբայրներ այսպեսին էր մեր եթերը շնորհակալ ենք Տեր օրհնի ձեզ շատ մենք առաջ Աստված կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին Մարանաթա Տերը շուտով գալու է